Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցելու եմ իրավագետ, նախկին դիվանագետ Վաներ Հարությունյանի հետ։ Ողջույն, պարոն Հարությունյան, շնորհակալություն միանալու համար։ Բարոյ, շնորհակալություն ձեզ։ Պարոն Հարությունյան, Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությունն է գտնվում Փարիզում, մասնակցում են խաղաղության 8-րդ համաժողովին, արդեն իսկ մի շարք հանդիպումներ եւ ելույթներ են տեղի ունեցել։ Դրանցից մի քանիսն առանձնացրել եմ եւ կխնդրեմ սրա մասին նախ խոսենք, նախ Փարիզի խաղաղության ֆորումի մասին, հա։ Երկու բառով ինչ է այնց ներկայացնում եւ ինչ կարող է տալ Հայաստանին կամ որը կարող է այդտեղ լինել Հայաստանի հետաքրքրությունը։ Փարիզի խաղաղության կոնֆերանսը արդեն ինքնին 15 թվականից ստեղծված այսպես ասած ֆորում է, որը ներկայիս արդի ժամանակներում արդեն 8-րդն է։ Դա ըստ էության արտաքին քաղաքականության Ֆրանսիայի արտաքին քաղաքականության այնպիսի գործիքական կազմերից մեկն է, որը նաև ցույց է տալիս Ֆրանսիայի ներգրավվածությունը այլ գործընկերների հետ աշխարհի տարբեր երկրներում եւ ընդհանրապես գլոբալ առումով ժողովրդավարության ամրապնդման համար, եթե նկատեցիք այս անգամ առաջին իսկ մեկնարկից սկսած շեշտը դրվել էր նաև տեղեկատվական ազատության, անվտանգության, ժուրնալիստների լրագրողական ազատության որպես հիմք հետագա ժողովրդավարության վտանգների վերացման համար ու նաև Հայաստանը շատ ողջունել է 30 երկրների մեջ Հայաստանի անունն է նաև շոշափում որպես այդ համատեղ հաստատքի մասնակից ստորագրող պետություն մանրամասն այնտեղ նշվում է ներքին եւ արտաքին վտանգները ժողովրդավարության հանդեպ դեզինֆորմացիայի, այսինքն սխալ տեղեկատվական արշավների եւ այլնի հետ կապված, այսինքն այստեղ նաեւ շեշտը դրվել է թվային անվտանգության վրա։ Դա բազմակողմ առումով Ֆրանսիայի նախաձեռնությունն է նաեւ, որը եւ եվրոպական եւ ոչ եվրոպական երկրների, գործընկեր երկրների համար է նախատեսված ամրապնդելու նաեւ ժողովրդավարության դիրքը։ Ոստի 30 մոտ 3 տասնյակ պետություններ այդ առումով ներգրավել են այդ գործընթացի մեջ, ամրապնդելու նաև տեղեկատվական անվտանգությունը որպես ժողովրդավարության առաջնային հիմքերից մեկ։ Այդ իմաստով, պարոն Հարությունյան, Հայաստանը ինչ կարող է քաղել, ես հիշեցնեմ, որ ֆորումի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ եւ մենք գիտենք, թե Մոլդովան թե նախորդ տարվա նախագահական, թե այս տարվա խորհրդարանական ընտրություններում ամբողջ ընտրարշավի ընթացքում եւս ինչպիսի հիբրիդային գրոհների է բախվել նույն Ռուսաստանի կողմից, հա, ու նաեւ եվրոպական մոտեցումները։ Հայաստանի համար նաեւ այն, որ Հայաստանը եւս գտնվում է հիբրիդային պատերազմների մեջ եւ արժեվում է մեզ մոտ ընտրական ցիկլ է լինելու, ապա Հայաստանի համար սրա կարեւորությունը, նշանակությունը եւ այստեղից ինչ ուսանելի բան կարող է լինել մեր երկրի համար։ Այո, ձեր հարցի մեջ նաև արդեն պատասխան կար բավականին, շնորհակալություն։ Ըստ էության, այո, նաև եթե մանրամասն կարդում ենք նախապատրաստական եւ վերջնական տեքստերին տվյալ ֆորումի ընդունված փաստաթղթի, ապա առանց նշելու ռուսական կամ այլ պետության միջամտության իրական վտանգները իրականում բոլոր երկրներին համախմբում է այդ ինչպես ասեմ մարտահրավերը Ոստի Հայաստանը զերծ չէ եւ տեսել ենք նաեւ տարիներ ի վեր այդ հիբրիդային պատերազմ, ասենք, թվային գրոհ, թվային ոլորտում ինչպիսի եւ պետության դեմ եւ անհատների հանդեպ, այսինքն բոլոր ոլորտներին վերաբերող մարտահրավերներ, ուղղակի Հայաստանի համար առաջնահերթություններից մեկն է իր ինքնիշխանության ազգային անվտանգության պահպանման համար առավել եւս համագործակցել եւ իրական մեխանիզմներ կիրառել երկրում
տեղեկատվական անվտանգության եւ նաեւ այս ընդունված փաստաթղթի շրջանակներում գործողությունների կատարումը ըստ էության նույն ֆրանսիական կողմը Ֆրանսիայի արտգործնախարարության շուրթերով ընդգծեց բացման ընթացքում որ նույնիսկ Եվրամիությունում ոչ բոլորն են հետևում Ֆրանսիայի նախաձեռնությամբ արդեն 2 տարուց ավել ընդունված այդ տեղեկատվական անվտանգության նորմատիվներին ըստ էության սա կրկին վերակոչում էր այսինքն հիշեցում էր բոլորին, որ արտաքին վտանգը չկարողանալով տեղեկատվական զսպել, ունենք ներքին արդեն խնդիրներ ու Ֆրանսիայում դա արդեն բացահայտ տարբեր շրջանակներ կլինի դա լրագրողական, թե քաղաքական կամ այլ խոսում են այդպիսի վտանգների մասին եւ բացառումների մասին, քանի որ բացի տեղեկատվական ոլորտից դա վերածվում է իրական գործողությունների օրինակի համար հրահրելու միջկրոնական եւ այլ միջէթնիկ բախումներ օրինակի համար Ֆրանսիայում եւ դրա հեղինակները տանում են Ֆրանսիայից դուրս բայց Ֆրանսիայում այսպես ասած մանիպուլացվող գործող անձանց կամ խմբերի օրինակի համար դեպքեր են եղել որ հրահրվել են տարբեր կրոնական համայնքների միջև այսպես ասած խնդիրներ կտրած խոզի գլուխ դնել մզկիթի մոտ հետո դա մամուլով տարածել եւ դա ծաղկացնելով կամ հակառակը եւ տարբեր դեպքեր, որոնց մասին չեմ մանրամասնի, բայց դա իրական վտանգ է նաեւ ներքին եւ արտաքին անվտանգության համար երկրի ու դա դրանից զերծ չեն բոլորին դա համախմբում է ու Հայաստանը պետք է առավել եւս փորձի փոխանակումը արագացնի, ինչպես եվրոպական նույն փուլով անցնում են Մոլդովան, ոստի պետք է ավելի արագ գործել պրակտիկ հիմքի վրա, ոչ թե տեսականորեն ուղղակի հայտարարություն ընդունելով, լիահույս եմ, որ դա այդպես էլ կլինի։ Իսկ կա որոշակի առանձնահատկություններ, թե մեթոդաբանությունը նույնն է այս իմաստով, հա? Ձեռագիրը ամեն դեպքում հնարավոր է պարզել, որ նույն ոճով է գալիս, շատ դեպքում ոճի տարբերություն չկա, դերակատարները կարող են փոխվել, որտեղ շատ դեպքերում նաև լինում են տեղական դերակատարներ, որոնց ուղղորդող կենտրոնը ձեռագիրը մնում է նույնը ամեն դեպքում։ Այսինքն վերջերս նույնիսկ Վրաստանի պաշտոնաթող նախագահ, որը նաև Ֆրանսիայի քաղաքացի է եղել նախկինում, ելույթ էր ունենում ֆրանսիական լրագրողների հետ, նաև նշեց, որ Եվրոպան թույլատրել է իր դիրքերը, այսպես ասած soft power-ի դեպքում տեղը տվել է ռուսական պրոպագանդայի, որը Եվրոպայում տարածվում եւ տարածվում է։ Ուստի այդ վտանգի մասին խոսել են մինչ այդ դրա վրա հասնելը եւ հիմա են խոսում, սակայն Եվրոպայում բավականաչափ կարելի ասել միջոցառումներ չեն իրականացնում այն պատճառով, քանի որ դա դեռևս շարունակվում է։ Ներկայումս թվային կատարելագործության արդյունքում սպառող, այսպես ասենք, անձը հասարակություն անհատը շատ հեշտ կլանում է այդ deepfake, այդ սխալ ինֆորմացիան ապատեղեկատվությունը որպես իրական ու դա մեծ ջանքեր է պահանջում հենց Եվրոպայում, հենց Ֆրանսիայում դրա դեմ դիմակայել դրան եւ Հայաստանի դեպքում, ինչպես դուք նշեցիք, Հայաստանը նաև այդ նույն հոսանքի մեջ է, այսինքն Հայաստանում էլ կա ու Հայաստանում նախատեսվում են ընտրություններ ու Հայաստանը զերծ չէ, նաև շատ վտանգը իրական է, որ այդպիսի հիբրիդային, այսպես ասած, կամ նմանատիպ ապակայունացնող գործողություններ կլինեն նաև Հայաստանի ընտրողների կամ Հայաստանի հանդեպ։
Վարչապետը մասնակցելով նաև այլ քննարկումների, մասնավորապես խոսեց մեր տարածաշրջանի մասին, խաղաղության գործընթացի, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, ապա շրջափակման մասին, շեշտեց, որ սա մեծ հնարավորություններ է բացում, ոչ միայն մեր տարածաշրջանի համար, անդրադարձավ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, լիահույս լինելով, որ շուտով էլի դրական տեղաշարժեր տեղի կունենան, մասնավորապես մեր տարածաշրջանում այս պրոցեսներում Եվրոպական միության, նաև ֆրանսիական կողմի դերակատարությունը ինչպիսին է կամ ինչպիսին կարող է արդյոք լինել։ Անշուշտ դերակատարություն տեղի ունեցել Ֆրանսիայի եւ Եվրամիության կողմից, նաև խաղաղության սկզբնական քայլերը կատարելու համար դա պետք է ընդունել, չնայած որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում դա, այսպես ասած, ավելի հստակեցվեց, դեռևս խաղաղության գործընթացը պետք է համարել, որ ընթացքում է սկիզբ է դրվել, իհարկե նախանշանները շատ լավ են, որ սկիզբ է դրվել, արդեն որոշակի երկկողմ հայտարարությունները, գործողությունները դրա մասին են վկայում։ Տնտեսական առումով պետք է նայել Եվրամիության եւ հատկապես Ֆրանսիայի ներգրավվածությունը, եթե ունենանք կայուն տարածաշրջան, կայուն տնտեսական փոխհարաբերություններ հարավային Կովկասի երկրների միջև, ապա ներդրումային առումով Հայաստանը, նաև Ադրբեջանը կդառնան գրավիչ եւ հուսալի սկզբնական, այսինքն մինիմում հուսալիություն ապահովող երկրներ, որտեղ ներդրումների հոսքը կավելանա բնականաբար, ու դա արդեն տնտեսական առումով մեծ փոփոխություն կառաջացնի մեր առօրյա կյանքում, ունենալով օտարերկրյա տարբեր ներդրումներ եւ բացի դրանից ունենալ միայն օտարերկրյա ներդրումներ տնտեսական առումով չպետք է մոռանալ քաղաքական բաղադրիչը, եթե մեծ ընկերությունները, որոնք նաեւ Ֆրանսիայի տնտեսական քաղաքականության մասն են կազմում, ապա նաեւ քաղաքականություն որոշելիս Եվրամիության տվյալ երկիրը կամ օրինակ վերցնենք Ֆրանսիան, արդեն հաշվի կառնի իր ընկերությունների նաև տնտեսական շահերը իր քաղաքականությունը բարելիս։ Տվյալ առումով արդեն ավելի դերը կբարձրանա Հայաստանի կամ այլ տարածաշրջանի այլ երկրի, որը կունենա նմանատիպ ներդրումներ եւ նաեւ Եվրամիության հետ, եթե մենք որդեգրել ենք մերձեցում եւ հետագայում նաեւ ցանկություն դառնալ ասոցիացված կամ լիիրավ անդամ, ապա պետք չէ հապաղել, որպեսզի եվրոպական ներդրումները, եվրոպական նորմատիվներով եւ եվրոպական ընկերությունները ավելի շատանան հայկական դիվերսիֆիկացած տնտեսությունում եւ հարավային Կովկասի համար ընդհանուր առմամբ դա բավական դրական տեղաշարժ կլինի։ Շատ լավ, պարոն Հարությունյան, ես այդ համատեքստում ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում ընթանում է Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստերը, եվրոպացի խորհրդարանականներն են Հայաստանում, տարբեր հանդիպումներ եւ հայտարարություններ են ունենում, խոսում Հայաստան Եվրամիություն օրակարգի խորացող գործընկերության մասին, օրերս նաեւ էլի նշվեց, որ նոր գործընկերության օրակարգն է շուտով հրապարակվելու, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները, այսպես ասած, պետք է ֆորմալացվեն ռազմավարական մակարդակի, փաստաթղթավորվեն եւ այլն, հա։ Հայաստան-Ֆրանսիա եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, սրանք իրար փոխ լրացնող են, ենթադրում եմ, եւ որքանով է այստեղ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների խորացումը նաեւ ազդում Հայաստանի, այսպես ասենք, եվրոպականացմանը։ Գաղտնիք չէ, որ Ֆրանսիա-Հայաստան փոխհարաբերությունները միայն դրական իմաստով օգնում են Հայաստանին Եվրոպայի, Եվրամիության այլ երկրների, այսպես ասած, երկրորդ հերթի առաջին Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները մնացած այլ Եվրամիության երկրների հետ, ուստի Ֆրանսիան այդ իմաստով շատ կարևոր դեր է ստանձնում ներկայացնելու եւ պաշտպանելու Հայաստանի հնարավոր ինտեգրացումը եւ խորացումը Եվրամիության ընդհանուր առմամբ Եվրամիության եւ անդամ երկրների մի կողմից եւ Հայաստանի միջև ինտեգրման այդ հարաբերությունները, ուստի Ֆրանսիայի եւ
այլ նաև երկրներ, ինչպեսին բարեկամ եղբայրական երկրներ են Եվրամիության, Հունաստան, Կիպրոս կամ նաև այլ, որ բոլորին չեմ նշի, բայց տարբեր մակարդակների են հարաբերությունները, ուստի լավագույն տարբերակը Ֆրանսիայի որպես ինքնին Եվրամիության արդեն կայացած եւ հիմնադիր անդամ երկիր եւ ունենալով ծանրակշիռ ձայն Եվրամիությունում եւ նաեւ առանձնահատուկ հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դրանից ավելի լավ տարբերակ, որպեսզի ներկայացուցիչ Հայաստանի ինտեգրման համար եվրոպական կառույցներում չեմ կարծում թե լիներ, ուստի Հայաստանը պետք է առավելագույնը քաղի այդ հնարավորությունից դեպի Եվրոպա, ինչպես նախկինում եմ նշել կրկնություն կլինի, բայց իմ կարծիքն է եւ միշտ այդ կարծիքն եմ եղել, որ Հայաստանի համար ժողովրդավարական, տնտեսական եւ քաղաքական ինտեգրման համար լավագույն տարբերակը Եվրամիության մեծ ընտանիքի մաս կազմել, իհարկե դա մեկ տարում չի լինի, միանգամից չի լինի, բայց եթե մենք բոլորս միահամուռ ձգտենք անկեղծորեն, ապա ոչ ոք չի կարող մեզ արգելել դրան։ Իհարկե միշտ արգելքներ կլինեն, միշտ խնդիրներ կլինեն, բայց եթե մենք որպես ազգ, որպես ժողովուրդ, որպես Հայաստանի Հանրապետություն ձգտենք իրականում եւ անկեղծորեն դեպի եվրոպական ինտեգրացում, ապա մենք դրան կարող ենք հասնել, քանի որ մենք տեսնում ենք այդպիսի իրական օրինակներ արդեն 30 տարուց ավել անցած ճանապարհին։ Նաև հաշվի առնելով Հայաստանի ներսում քաղաքական այսպես ասենք դաշտում այս թեմաներով եւ մասնավորապես նաեւ ապագա խորհրդանական ընտրությունների համատեքստում տարբեր հակադիր ճամբարների մոտեցումները հենց հիմնական հարցը լինելու է սա, հա, պաշտպանել ժողովրդավարությունը եւ գնալ այդ ճանապարհով եւ հակառակ բևեռը, որը փորձելու է կասեցնել այդ ուղին, որովհետեւ էլի Եվրանեստի շրջանակում ընդդիմադիր քաղաքական գործիչները Հայաստանի խոսում էին, որ Հայաստանը չի կարող գնալ դեպի Եվրամիություն, չի կարող լինել այդ կառույցի մաս, որովհետև Հայաստանը նահանջում է իր ժողովրդավարական ազատություններից, Հայաստանը գնում է քաղբանտարկյալներ ունենալու ճանապարհով, Հայաստանը գնում է սահմանափակումների ճանապարհով ու հազար ու մի պատճառաբանություն էին, հա, բերում, ներկայացնում։ Դե գիտեք, մի քիչ պարզ պատասխան դիտամ, նախնական պատասխանը ընդդիմությունը պետք է ինչ-որ ձևով ընդդիմանա, որպեսզի արդարացնի, որ ընդդիմություն է, մեկ։ Պետք է հակառակը ասի, դա Շաքերն ասած նաև բնական եմ համարում, Հայաստանը իր անկախությունից ի վեր անցել է տարբեր փորձություններով, փորձել ենք, տեսել ենք, թե ինչ է տալիս հակառակ բևեռի ասած, այսպես ասած, չինտեգրվելը եվրոպական ընտանիքին։ Չմոռանանք Հայաստանի կողմից ինտեգրման շեմին անսպասելիորեն եւ շատ տհաճ ձևով հրաժարվելը, որը նաեւ եթե կրկին անի Հայաստանը, ես կարծում եմ, որ Եվրոպան վերջնականապես երես կթեքի Հայաստանից, ուստի Հայաստանի համար սա միակ շանսն է դեպի մեծ տնտեսական քաղաքական ինտեգրման գնալու համար։ Եվ ես կարծում եմ Հայաստանը ճիշտ ճանապարհին է, դա չպետք է լինի ի հաշիվ ի վնաս այլ գործընկեր պետությունների հետ, որոնք Եվրամիության հետ չունեն այն մերձեցման ձգտումը, որ մենք ունենք, բայց Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չպետք է ստորադասվի այլ գործընկեր պետություններին, այսպես ասած, հաճայանալու կամ ինչ-որ անդիմադիր լինելը արդարացնելու համար։ Ուստի առաջնահերթ պետք է սիրել Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ շահերը, գնահատել օբյեկտիվորեն Հայաստանի Հանրապետության շահերը եւ տվյալ փորձը ունենալով նաեւ արդեն կարծում եմ հասուն ենք, որպեսզի վերջնական որոշում կայացնենք եւ գնանք մինչեւ վերջ, դա այլ է դեպի եվրոպական ինտեգրացիա։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս իրավագետ նախկին դիվանագետ Վաներ Հարությունյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։